Հրապարակմանը զուգահեռ եղել է նաև հրապարակում, թե ինչ է ասել մեր դեսպանը իրանական կողմին, եւ դեսպանը կրկնել է, որ RIP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո եւ հավասարության, փոխադարձության սկզբունքներով եւ ոչ RIP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց գայունությունները, իրենց շահերը հաշվի առնված են եւ այս առումով շատ կարեւոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է եւ նաեւ հնարավորությունները ստեղծում իրենց համար, ես կարծում եմ սա ուժի մեջ է։ Իսկ պարոն Ռուբինյան, այդ դեպքում ինչու են նման հայտարարությունները ձեզ հնչում, ինչն է։ Մենք բազմիցս մենք պետք է հաշվի առնենք Իրանի ընդհանրապես ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը։ Մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարություններին։ Այսինքն կարող ենք ասել, որ այս մտահոգությունները, որ այս մյուս թևից են հնչում, այդքան էլ չի անհանգստացնում Մենք կարող ենք ասել հետևյալը, որ բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան եւ այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ եւ մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա եւ Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնված են, որովհետեւ իրական դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու։ Պարոն Ռուբինյան, Ռուսաստանից եւս այս առումով հայտարարություն կա, ասում են, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել այսպես կոչված TRIP-ի երթուղին, նշում են, որ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը կոնցեսիա ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման համար եւ որ Հանրապետությունով ասում են նաև ռուսական երկաթուղին, այսինքն համատեղման նաև ասում են խոսում։ Արդյոք Ռուսաստանի ներկայության մասով քննարկումներ կան ԱՄՆ-ի հետ։ Ինչի մասով, չէ, ներկայության։ Իսկ ինչպես են իրենք մասնակցություն ունենալու։ Նման քննարկում չկա։ Իսկ այնտեղից հնչող հայտարարությունները ուղղակի ցանկություններ են, ինչպես կպատասխանեք այդ դեպքում։ Չեմ կարող բացատրել։ Այսինքն ցանկություն չկա, պարոն Ռուբինյան, թե քննարկում չկա։ Ես չեմ հասկանում։ Իրենք ասում են պետք է մասնակցություն ունենան։ Դուք բացառում եք, որ այդ նոր կառուցվող երկաթ։ Բայց խոսում եմ մարդու հետ։ Ինչի մեջ։ Նրանք ասում են պատրաստ են քննարկում ունենալ։ Շատ լավ, ուրախ ենք, որ պատրաստ են քննարկում։ Ուրախ ենք, որ պատրաստ են քննարկում։ Մենք էլ ենք պատրաստ։ Ինչի՞ն։ Այդ քննարկում։ Ինչ քննարկում։ Ինչ ասաց։ նախագծում իրենց ներգրավված Նման քննարկումներ չկան։ ռուսական ընկերություն անվանական համանուն եք։ Սիրելիներս, ուզում եք 160 անգամ ասեմ, նման քննարկումներ չկան։ Բայց բացառում եք, որ կառուցվող։ Ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում։ Ես պարոն Ռուբինյան, ես Շատ լսում եմ ձեզ։ արդյոք մինչև տարվա ավարտը ինչպես բազմիցս հայտարարվել է կաթողիկոսին հեռացնելու գործընթացը կապ։ Որտեղ ով է հայտարարել, որ կաթողիկոսին, եթե հավանաբար կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտիչ Ներսյանին, ով է հայտարարել, որ մինչև ով է հայտարարել, որ մինչև տարվա ավարտ, ով անուն ազգանուն։ Հավանական համարում եմ ընդհանրապես, որ Կտիչ Ներսյանը, այսպես ասեմ, հավանական չեմ համարում, որ Կտիչ Ներսյանը որևէ ձև ունի իր ձևով կամ այլ ձևով որևէ ձև ունի մնալու կաթողիկոսական գային, որովհետև ինքը չի կարող մնալ այդպես։ Ես կարծում եմ ինքը կհեռանա։ Քրիստոնեաբար։
բաց ենք պահում։ Ինչ կա, Աստվածաշունչը կարդացեք կբացվի։ Իսկ ամանորի շնորհավորանքը ցուցադրվելու է թե այս տարի։ Ում շնորհավորանք։ Կաթողիկոսի։ Ես կարծում եմ թափուր է մեր կաթողիկոսական գարը։ Ուրիշ հոգևորականի տեսնենք օրինակ։ Չգիտեմ, ես ոչ Ամերիկում եմ աշխատում, ոչ էլ հոգևորական եմ։ Պարոն Ժիբինյան, Գյուղիում սկսվել է տեխնացուների հետ երկխոսությունը կամ հարցաքննություն, հարցուպատասխան քննություն, չգիտեմ, դուք գիտեք ինչպես ձևակերպեք, Ինչ նորից կասեք։ ձեր տեխնացուների հետ։ Հա, ինչ հարցաքննություն, ինչ նկատի։ Երկխոսություն եք սկսել հարցուպատասխան։ Հա, հարցաքննություն բառը օգտագործեցիք, հա։ Բայց ինչի եք դուք օրինակ այդպես բառեր օգտագործում։ Հարցաքննություն կարող է օրինակ Հայ ազգային կոնգրեսում լինի, ինչի եք դուք այդպես բառեր օգտագործում։ Մենք ձեր մոտ տպավորություն ենք թողել հարցաքննողների, հա։ Քննողների։ Ոչ էլ քննողների։ Հա։ Ոչ էլ երկխոսություն է։ Մենք ի տարբերություն Հայաստանի կուսակցությունների գերակշիռ մեծամասնության, ես կասկածում եմ, որ նույնիսկ ի տարբերություն բոլոր մյուս կուսակցությունների ունենք նախընտրական ցուցակի ձևավորման ժողովրդավարական համակարգ, երբ որ նախընտրական ցուցակը ոչ թե ձևավորում է մեկ մարդ կամ մեկ վարչություն, այլ մենք ունենք հստակ ընթացակարգ, որ մարդիկ կուսակցականները, իդեպ նաև ոչ կուսակցականները կարող են առաջադրել իրենց տեխնացությունները ցուցակում ընդգրկվելու համար։ Հետո վարչությունը հանդիպում է տեխնացուների հետ, ունենում է նախնական քննարկում, որի արդյունքում իրականացնում է տեխնացուների գրանցում։ Հիմա մենք այդ փուլում ենք։ Հիմա շարունակենք ձեր հարցը։ Նախնական քանի տեխնացի օրինակ արդեն կա 300-ից ավել է դիմել։ Օրինակ արդեն որոշել եք ձեր ցուցակից մարդկանց։ Չէ, դե Օրինակ Սարոյանյան, Հայ չէ, այդ քանի որ գործընթացը չի ավարտվել, ես հիմա չեմ ուզում հստակ ասեմ ով է գրանցվել, ով ոչ, գործընթացը շարունակվում է։ Ներողություն, հերթով էլի։ Եթե գաղտնիք չեք հարցաշարի ինչ եք հարցնում, հարցաշարը Հիմնականում բարեվարկության հետ կապված հարցեր, այսինքն միտքը հետևյալն է, քանի որ նախընտրական ցուցակը կազմվելու է համաժողովի կողմից, նախ պետք է տեխնացուներին գրանցեն, որպեսզի իրենք մասնակցեն քվեարկությանը։ Եվ գրանցման հիմք է հանդիսանում մինիմալ շեմ, այսինքն շեմ, որը վարչությունը համարում է, որ տեխնացուն հաղթահարում է գրանցվելու եւ քվեարկությանը մասնակցելու։ Ինչպես է կողմնորոշվում, ինչ հարցերի միջոցով։ Դե ըստ իրավիճակի, ըստ տարբեր հարցեր, ակտիվություն օրինակ, տարբեր, նախ եթե կաթողիկոս ասելով նկատի ունեք կապտիչներիցյան, ոչ ամենևին ինքը մեր քննարկումների առարկա չէ տեխնացուների գրանցման Փաշինյանի նվիրվածության չափն եք որոշում։ Ախր նայեք, օրինակ կարող է Հայաստան դաշինքում կամ Ռոբերտ Քոչարյանին պատկանող լրատվամիջոցներում մարդկանց գնահատում են ըստ Քոչարյանի նվիրվածության։ Քաղաքացիական պայմանագիր, ներողություն, քաղաքացիական պայմանագիրը կուսակցություն չի, որը հիմնված է մեկ մարդու շուրջ։ Քաղաքացիական պայմանագրում քաղաքացիական պայմանագիրը, այդպիսի կուսակցություն չի, քաղաքացիական պայմանագիրը, օրինակ, չգիտեմ, այլ նախկին այսպես կոչված նախագահների կուսակցությունների պես չի, որտեղ բոլորը այո, ի տարբերություն շատ քոչարյանական կուսակցությունների եւ լրատվամիջոցների քաղաքացիական պայմանագրում մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Որ Փաշինյանի ասած բաներ ու մնա կուսակցական։ Այո, Հովիկ Աղազարյանը դրա վառօրինակ է։ Հովիկ Աղազարյանը վառօրինակ է մարդու, որը ներկուսակցական լուրերը հայտնել է լրատվամիջոցներին թակ տեղեկատվությունը։ Դրա համար ինքը դա հանցագործություն չի, բայց ինչքան գիտեմ, որ Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք ուզելու մեջ, բայց դա թող դատարան։ Չեմ կարծում, որ դրա վերաբերյալ դատական։ Չգիտեմ, դուք ավելի լավ եք հետևում, բայց ինչ եմ ուզում ասել, եթե դուք ձեր հարցերով ուզում եք ենթատեքստ դնել, որ ԿՊ-ն այնպեսի կուսակցություն է, որտեղ ամեն ինչ չափվում է Փաշինյանի նվիրվածությամբ, դուք կարծում եմ այս դեպքում դատում եք ձեր սեփական ներողություն արտահայտության համար չհատկացության աստիճանը։ Բարոյա, պարզապես հրապարակային դաշտում չեք տեսնում, որ այլ կարծիք հայտնի։ Եթե այլ կարծիք հրապարակային դաշտում չեք ասում։ Ներողություն։ Երևի լավ շարունակեցի։ Նկատի ունեմ
մտքիդ չափազանց։ Հրապարակային Չէ, որովհետև դուք շատ վիրավորական ենթատեքստ եք դնում ձեր հարցերի տակ։ Այո, որովհետև դուք ենթատեքստում դնում եք։ Չէ, տեսեք էլի բան։ Կարող եք հարցնել, բայց կրկնում եմ, դուք ձեր հարցի տակ դնում եք մանիպուլյատիվ եւ վիրավորական ենթատեքստ, որովհետեւ ես ձեզ չեմ հարցնում, չէ, օրինակ ձեր գլխավոր արժանինքը ձեր բանում, ձեր խմբագրությունը, միթե ձեր խմբագրին կամ ձեր լրատվամիջոցի տիրոջը նվիրվածությունը։ Ինչով այ։ Բայց ամեն դեպքում ներողություն եմ խնդրում, իրոք երևի լավ չեմ իջել։ Մեկնաբանությունից, բայց հասկացաք ինչ նկատի ունեմ։ Պարզենք նաև բարեվարկությունն է հաշվի առնում, կարող եք քիչ մանրամասնել, կոնկրետ ինչ մասերով։ Չէ, չեմ կարող ընդհանուր բարեվարկության մասին է խոսքը, բայց ոչ միայն բարեվարկության, ընդհանրապես թե պրոֆեսիոնալ որակների եւ ամեն ինչ։ Էֆեկտիվությունը նախորդ գործունեության եւ այսպես շարունակ։ Պարոն Օբիդյան կամին գործիվել է ֆակտորի հասարակության վերաբերյալ։ Ինչ բանալիքներ եք ուզում, ինչ եք դրել դրա հիմնավորումը։ Մի քանի սպառան Դե սպառնալիքները հայտնի են, այսինքն դու չեք տեսնում, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես միջամտության փորձ, կամ չեք տեսնում, որ ապատերեկատվական արշավներ են տեղի ունենում մեր լրատվական դաշտում, չեք տեսնում, օրինակ, որ բացվում են կայքեր, բառից բուն իմաստով, ասենք 2 օր կայք է բացվում, մի հատ անգլալեզու, որտեղ ինչ-որ սենսացիոն ֆեյք լուր են գրում, օրինակ, չգիտեմ, Փաշինյանը Կանադայում տուն է գնել, կամ ինչ են ասում, Հայաստանում Էրդողանի հրամանով կառուցվելու է 12 մզկիթ։ Այս լուրերը ինչ-որ նորահայտ անգլալեզու կայքում գրվում են կամ ինչ-որ թուրք լրագրող է գրում, մի վայրկյան, օրեր անց, օրինակ, դա հայտնվում է մեր հայկական լրատվամիջոցների էջերում։ Չէ, էլի կարող է լինել, չգիտեմ, ապօրինի ֆինանսների օգտագործում։ Ինչ կա, որ հիմա ռեալ անհանգիստ։ ինչպես է տարբերացնել օրինակել, ինչ Ախր հարցը անհանգստացնելու, չանհանգստացնելու մասին չի։ Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ եւ այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում է։ Որտեղից միջամտության փորձ։ Օրինակ Եվրամիությունից ասում են Ռուսաստանից, իսկ եք իրենց։ Ես չեմ տեսել, որ իրենք այդպիսի բան ասեն։ Դատարանը վարչական Ցանկացած արտաքին միջամտության փորձ։ Բայց մեր իրավապահները չեն կարող դա կանխել։ Մեր իրավապահները չեն կարող։ Կարող են, բայց Եվրամիության իրավապահները չեն կարող կանխել։ Պարզի որ մեր իրավապահները պիտի կանխեն։ Խոսքը փորձի փոխանակման, չգիտեմ, մեթոդների փոխանակման մասին է։ Պարոն Ռուբինյան, վարչական դատարանը որոշել է, որ 20 թվականի ռազմական դրության ժամանակ կառավարությունն անհիմն է արգելել հավաքներն ու քննադատությունը։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք չափազանցված չի եղել այդ շրջանում ընդդիմադիրներին թույլ չտալ միտինգներ անելը։ Դատական գործի մասով չեմ մեկնաբանի, որովհետև վերջին ատյանին չի հասել, որքան հասկանում եմ, տեսականորեն կարող է բողոքարկվել միջնաբեկ դատարանում, իսկ քաղաքականապես, եթե հարցը քաղաքական առումով է տալիս, արդյոք ես համարում եմ, որ 2020 թվականին համաչափ չի եղել, չեն եղել սահմանափակումներ, չեմ համարում, ես համարում եմ, որ պատերազմական իրավիճակում այդպես էլ պիտի լինի։ Դատարանի այս հետևություններ չեք անում, որ սահմանափակվել է։ Նոր ասեցի, որ դատարանի մասով չեմ մեկնաբանի, որովհետև դեռ վճռաբեկ տեսականորեն կարող է վճռաբեկ դատարան բողոքարկվել։ Պարոն Ռուբինյան, 2 շաբաթ առաջ, երբ հրապարակվեցին Լեռնային Ղարաբաղի բանակցային փաստաթղթերը, այդտեղ բացակայում էր QST բանակցային փաստաթուղթը։ Ընդդիմությունից արձագանքելով ասացին, որ հրապարակեք այդ փաստաթուղթը, ինչու՞ չեք հրապարակում։ Այո, եւ պատասխանը կառավարության եղավ այն, որ իրենց տիրապետության տակ նման փաստաթուղթ չկա։
Նախկին դեսպան ՄԱԿ-ում փոխտեսպան Յունիկ Աղաջանյանը օրերս հայտարարել էր, որ ԵԱՀԿ դեպոզիտարիայում կա այդ փաստաթուղթը եւ ցանկության դեպքում դուք կարող եք հարցում անել եւ այդ փաստաթուղթը ստանալ։ Հետաքրքիր է, այս ընթացքում փորձել եք Առաջին անգամ լսում եւ նշած անձի որևէ հայտարարության ես երբևէ լուրջ չեմ վերաբերվել եւ լուրջ չեմ վերաբերվում եւ զարմանում եմ, որ ոնց է այդպեսի անձը ընդհանրապես դեսպան եղել, դա շատ խոսուն է Քոչարյանի եւ Սարգսյանի վերաբերյալ։ Այդուհանդերձ, պարոն Ռուբինյան, այդ փաստաթուղթը հայտնաբերելու ուղղությամբ կառավարությունը ջանքեր գործադրում է։ Այդ փաստաթուղթը կառավարությունը հրապարակել է այն փաստաթղթերը, որոնք կան իրենց տիրապետման ներքո, այսինքն իրենց մոտ ինչ կա հրապարակվել է, ինչ չկա չի հրապարակվել, որովհետև չկա։ Եթե Քոչարյանը պնդում է, որ այդպիսի փաստաթուղթ կա, թող հրապարակի։ Ձեր գործընկերը Արտուր Խաչատրյանը իր Facebook-յան էջում այդ փաստաթղթի ոչ պաշտոնական արված առաջարկների քսերակոպիայից մի հատված տպագրել է։ Դա ինչ է։ Ես երբ որ իրեն հարցրեցի, ասի դա օրիգինալից արված քսերակոպիայի կտորներ, որ հրապարակել, ասեց այո։ Դե չգիտեմ, ուրեմն մանրամասնի ինչ նկատի ունի, ինչ փաստաթուղթ է, չգիտեմ, չեմ տեսել ես իր հրապարակը։